April 2nd, 2025 will forever... Սպիտակ տան Վարդերի այգում պատմական իրադարձություն է։ Թրամփը հանդիսավոր պայմաններում ապրիլի 2-ը հռչակում է ազատագրման օր, ձեռնոց նետելով համաշխարհային տնտեսությանը։ Ամերիկայի ամբիցիոզ նախագահը տնտեսական պայքարի մեջ է մտնում ամբողջ աշխարհի հետ, բարձրացնելով մաքսատուրքերը։ Նահանգներ ապրանքների ներմուծման վրա սահմանվում են այնպիսի ընդգրկուն մաքսատուրքեր, որոնք չեն եղել անցյալ դարի սկզբից ի վեր։ Թրամփը կարծում է, որ մաքսատուրքերի տեսքով առևտրային խոչընդոտները բարեկամ եւ հակառակորդ պետություններին կստիպեն գնալ զիջումների Ամերիկայի հետ մրցակցությունում։ My fellow Americans, this is Liberation Day. Այսօր ազատագրման օրն է, որին երկար էինք սպասել։ 2025 թվականի ապրիլի 2-ը կհիշվի որպես Ամերիկայի արդյունաբերության վերածննդի, արժանապատվության վերականգնման, Ամերիկան կրկին հարուստ ու բարգավաճող դարձնելու օր։ Սա ամերիկյան պատմության ամենակարևոր ամսաթվերից է։ Սա ամերիկյան տնտեսական անկախության հռչակագիր է։ Մեր երկիրը 50 տարուց ավելի է խեղդված է։ Դա այլևս չի կրկնվի։ Եթե ցանկանում եք, որ մաքսատուրքերը լինեն 0%, ձեր ապրանքներն արտադրեք Ամերիկայում։ Թրամփն այս աղյուսակով է բացատրում, թե ԱՄՆ-ի նկատմամբ ինչ մաքսատուրքեր են գործում այլ երկրներում եւ ինչ է սահմանում Վաշինգտոնն ի պատասխան։ 10% Bangladesh. Ամերիկայում արտակարգ դրություն է հայտարարվել ազգային անվտանգությանն առևտրային դեֆիցիտի սպառնալիքի պատճառով։ Թրամփն ասել է, որ առևտրային գործընկերներն ավելի մեծ շահույթ են ստանում Միացյալ Նահանգներից, քանի որ ավելի շատ ապրանքներ են վաճառում Ամերիկային, քան գնում են նրանից։ Պատասխան սակագները կոչված են հավասարեցնելու խաղի կանոնները։ Առևտրային դեֆիցիտը նորություն չէ այս երկրի համար։ 1985 թվականից այն անընդհատ աճում է։ Մինչև 2007 թվականը ԱՄՆ նախագահները միասին կուտակել են մոտ 8 տրիլիոն դոլարի պակասուրդ։ Պարզապես փորձում է կարճաժամկետ էֆեկտ ձևավորել եւ այդ կարճաժամկետ դեֆիցիտ կապված կարճաժամկետ որոշումները կարծում եմ չեն տալու այն սպասվող ակնկալիքները։ Մաքսատուրքերի բարձրացումը հարվածելու է Չինաստանի, Մեքսիկայի, Կանադայի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի տնտեսություններին։ ԱՄՆ ֆինանսների նախարարը մեկ քայլ առաջ է ընկել ու մաքսատուրքերից տուժած երկրներին կոչ արել հանգիստ նստել եւ պատասխան միջոցներ չձեռնարկել։ Վստահ եղեք, որ գոնե Չինաստանը փորձելու հակազդել։ Ռուսաստանն ու Բելարուսը նոր մաքսատուրքերի տակ չեն հայտնվել, քանի որ պատժամիջոցների պատճառով նրանց հետ առևտուր չի իրականացվում։ Մասնագետը կարծում է, որ այս որոշումը քաղաքական է, քանի որ Մոսկվայի հետ այդուհանդերձ տնտեսական հարաբերություններ կան։ Ռուսաստանի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգները միջևմա ունեն առևտուր եւ այդ առևտուրն գերշահագրգռված է, որովհետեւ Ռուսաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային շարժիչները մատակարարում եւ ամերիկական կողմը գերշահագրգռված այդ գործակի հետագա շարունակմամբ։ Միացյալ Նահանգների նոր մաքսատուրքերը չեն շրջանցել նաև Հայաստանից, Վրաստանից ու Ադրբեջանից ներկրվող ապրանքները։ Նրանց դեպքում 10% աճ է սահմանվել։ Մեր արտահանումը դեպի Միացյալ Նահանգներ շատ փոքր է, աննշան ես կասեի եւ նույնիսկ զարմանալի է, որ Հայաստանը ընդհանրապես այդ ցուցակում հայտնվել է։ 2024 թվականին Հայաստան-ԱՄՆ ընդհանուր ապրանքային առևտրի ծավալը գնահատվել է 282.4 միլիոն դոլար, այնպես որ էական ազդեցություն մեր տնտեսության վրա չի սպասվում։ 2025 թվականը շատ վատ տարել են տնտեսական ու կոնկրետ եթե դրան նաև գումարվի ամերիկական կողմի այս որոշումների ինչ որ թափանիվը, մենք իհարկե ավելի վատ վիճակում կհայտնվենք։ Նոր մաքսատուրքերը չեն տարածվում նավթի եւ այլ էներգակիրների վրա։ Փոխարենն Ամերիկայում կբարձրանան չինական պահանջված ապրանքների գները։ Այսպես Վաշինգտոնը կփորձի խթանել ավտոմոբիլաշինությունը։ Ամերիկայում հատկապես պահանջված են կորեական ու ճապոնական մեքենաները։ Նա հույս ունի, որ ամերիկական ավտոմոբիլները կարելի այս որոշումով դարձնել մրցունակ։ Իլոն Մասկի ձեռնարկությունը այս որոշման հետ կապված ահռելի եկամուտներ ունելու, ահռելի։ Թրամփն այնքան է տարվել իր այս գաղափարով, որ մաքսատուրքեր է սահմանել նույնիսկ անմարդաբնակ տարածքի պինգվինների համար։ Խոսքը Հերդ եւ Մակդոնալդ կղզու մասին է։ Ըստ մասնագետների կղզին հայտնվել է ցուցակում, որպեսզի Ավստրալիան չշրջանցի տուրքերը, գրանցելով իր ընկերությունները արտաքին տարածքներում։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։